Իմ դուստրը իմ մահի ծրագիրը կազմեց։ Ինչպես ոչնչացրեցի նրա կյանքը ես, Անան երբեք չէի պատկերացնում, որ մի օր իմ դուստրը, Արիան, մտադիր է լինում իմ մահը պլանավորել։ Ոչ մի անգամ այս մասին չէի մտածել, Արիան միշտ լավ աղջիկ էր, բարի խելացի, բայց երբ հասկացա, որ նա գաղտնի ծրագիր է կազմել իմ դեմ, աշխարհ սփլվեց, բոլորը սկսվեց այն գիշերից, սառն էր, ձյունը նստած էր երկրին։ Փողոցներ էին, ես միայնակ էի տանը վառարանի մոտ նստած նայում էի իմ թերով սուրճի բաժակը բռնող ձեռքերիս, հոգնածությունից չեմ կարողանում քնել, հեռախոսը զանգահարեց, անհայտ համար էր, լսափողը վերցրեցի։ Անա, դու չգիտես, ինչ աղետ է պատրաստվում քեզ, քո դուստրը ծրագրել է, որ քո ամբողջ կյանքը ոչնչանա։ Տղամարդու ձայնը, որը նույնիսկ չէի ճանաչում, լսվեց հեռախոսում։ Իմ սիրտը կանգնեց, ամեն ինչ հանկարծակի պարզ դարձավ։ Արիան, իմ դուստրը, ինչ արեց։ Այս հաղորդագրությունը ցնցեց ինձ, բայց ես չէի ուզում հավատալ, կարող էր սխալ լինել, կամ գուցե պարզապես անտեղի սպառնալիք։ Բայց ժամանակի ընթացքում ապացույցները սկսեցին ի հայտ գալ, որ ոչ մի բան սխալ չէր, խաղաղությունն, որ Արիան գաղտնի ուղարկել էր իր ընկերներին, ծրագիրը, որը նա կազմել էր ինձնից ազատվել, ամեն բան աստիճանաբար պարզվեց իմ աչքերի առաջ։ Այն գիշեր ես որոշեցի գտնել ճշմարտությունը։ Հաջորդ օրը գնացի իր տուն, հոգումս ասում էի. ինչպես կարող եմ նրա հետ դիմակայել։ Այս աղջիկը, ով ողջ կյանքս կառուցել է, հիմա ինչու։ Ուզում է այն ոչնչացնել։ Բայց երբ նրա տան դուռը հարեցի, ներս մտա։ Ոչինչ այնպիսի չէր, ինչպիսին ես սպասում էի։ Արիան նստած էր, ձեռքերը սեղանին էին դրված, ինձ էր նայում։ Դրանք ծանր լռություն էր մեզ միջ, ես նրան ասացի. Ինչու։ Արեցիր դա, ես քո մայրը եմ։ Ինչպես կարող էիր ցանկանալ ինձ ոչնչացնել։ Արիան դատարկ աչքերով նայեց ինձ, հետո ժպտաց. դու միշտ կարծում էիր, որ ես լավ աղջիկ եմ, Անա, բայց դու երբեք իրականությունը չես տեսել։ Այս բոլոր տարիների ընթացքում ես միշտ քո ստվերում էի ապրում, բայց հիմա այլս չեմ կարող շարունակել։ Այդ պահին մի բան կոտրվեց իմ ներսում, ինչպես թե տարիներ համատեղ հիշողությունները բայթեցին։ Եվ այդ պահին ես որոշեցի փոխել նրա կյանքը։ Չեմ փնտրում վրեժխնդիր լինել, այլ փրկելու համար, ինչպես։ Ճշմարտության հետ առնչվելով, վերլուծելով նրան, որ սիրո ուշադրության վրա երբեք չպետք է բազավորվել։ Ես նրան ասացի, որ բոլորի համար ուշ է, բայց միշտ կարող ենք սկսել նորից, եւ այսպես սկսվեց նոր պատմություն։